Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս արավոտ կարողացաք Տերոջ դունը գալ միասնապար զինք բաշխելու։ Դերը մեզ ամսվա մինչև երրորդ կիրակին ողջ բահեց։ Շատերը այս աշխարհի մեջ մեզ հետ սկսան այս ամիսը, այս շաբաթը, այս օրը, սակայն չգրցան հասնել այս ժամուն։ Տերոջը շնորհքը եւ ողորմությունն է սիրելներ, որ գվայելենք։ Հոդնգայս աղոտքի հոգիով բիդերքենք 15 և 16-րդ շարականները, մարմին դերունական։ Մարմին դերունական և Chagan Garachi Yergnai Zoruchum Hanerebu Yerken Yevasenan Ankist Ոտքի ենք, մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 4 վստահիլ, որ Սամոս 91 է։ Բարձրելույն ծածկոցին դակ փնագողը ամենագարողին հովանավորությանը դակ բիդի հանգչի։ Դերոջ համար բիդի esmer, թեև իմ ապատենս ու իմ ամրոցս է, իմ ասվածս որմյուրուսան։ Արդարև ամ բիդի պրգեք ես, որ սորդին որոքայթեն, աբագանիչ ժանդամահեն։ Ես իքերուներով բիդի ծածկեք, ու իր տերևունար բիդի աղասանիս, անոր ճշմարտությունը լահանմը, ասվարմը բիդի լարեցի։ Բիդի չվախնաս, քիշերվան զարհուրանքեն, ու ծորեգը թրջող նեդեն։ Ոչ ալմուն դեղը բդդող ժանդամահեն, ու ես Հազար հոգի քուքովետ ու 10,000 քու աչկոմետ բիդի ինան, բայց քեզի հարվածմը բիդի չմոդենա։ Միայն աչկերորը բիդի նայիս ու ամարիշներուն հալությունը բիդի լեսնես։ Որովհետև թունդերը իմ աբավենս բարձրյալը քեզի աբաստանարան ըրիր։ Քեզի հարի բիդի չասնի, երկու բնագարանին հարվածմը բիդի չմոդենա։ Վասնզի իր հրեշտակներում բիդի աբսպրե քեզի համար, որ կուպոլոր ճամփաներուտ մեջ քեզ բահեն։ Անով ծերքերում վրա բիդի վերցնեն քեզ, որ չլատ է ոտքը կարիզարնես։ Արույձի ու իժի վրա բիդի քալես, արույձի գորունը ու վիշաբը բիդի գող կրդես։ Որովհետև ինձի ծանրա, անոր համար ես բիդի բրգեմ ծավիրա, անոր Ինձի բիդի գան չէ, ու ես անոր բադասխան բիդի դամ, նեղության մեջ անոր հետ բիդի ելամ, բիդի աբրեցնեմ ու պարավորեմ զանիգա։ Երգայն օրերով բիդի գշտացնեմ զանիգա, ու իմ պրգությունս անոր բիդի ծուցունեմ։ Դերորդներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոտքով դերոջ կահում մոդեցնե։ Մեր երկնավոր հայրը սրտաց փառք քեզի ուրախությամբ քո ունակ սիրտով քո առջևդ կգենանք
միապերան մեր սրտին շնորհակալությունները հայտնելու, նաև դեր քեզ բաշխելու եւ դեր մեր սերը հայտնելու, այո դեր մենք քեզ գսիրենք, որովհետև դու առաջ մեզ սիրեցիր եւ Սուրբ Հոգու միջոցով քու սերդ մեր սրտերու մեջ դարածված է, անոր համար մենք գսիրենք քեզի հետ քալելը, քեզի հետ խոսիլը, քեզի ծառայելը, այո դեր դու մեր ճշմարիտ ամրոցն ես, ապավենն ես, քու անունդ մեզի ջանցուցիր, դեր Հիսուսով սկանչելի փրկագործությունը կարգադրեցիր եւ ամփոփչացուցիր, որբեսի դեր մենք բարձ հավատքով մեղքի դիղմին մեջ են վեր բարձրանանք եւ դեր նոր արարածները լալով քեզի համար ապրինք։ Շնորհակալ ենք դեր այս օրհնյալ առիթին համար հավատքով գուքանք երկյուղածությամբ, հեզությամբ, գիտենք, որ մենք ապմոհող ենք, առանց քու շնորհքիդ ոչինչ չենք, ինչ որ ենք եւ ինչ որ ունենք, քու շնորհքիդ կբարդենք։ Գաղութեմ, որ օրհնես այս պաշտամունքը, խոսքիդ մատակարարությունը, շինություն, օրհնություն եւ ինչու՞ չէ դեր փրկության միջոցը լա, անոնք որոնք դակավին քեզ մեհերու են, կխնդրենք, որ այցելես այդպեսիներուն, որբեսի քու սերդ հասկանան, ճաշակեն քեզ, հասկանան, թե որքան դու ողորմած ես, քթած ես, եւ նաեւ հասկանան այն բոլոր առիթները, որ գշնորես իրենց եւ դեր բարգյամ մարաջ քեզ ընդունին, կխնդրենք դեր խոսքը զորությամբ մեր սրդերու մեջ կորձե դեղ գտնե եւ բդուղ բերե դեր մեր նյութերուն համարալ մեր խնդրանքները քեզի կներկայացնենք, հիվանդներ ունենք, դեր սքավորներ ունենք, բոլորին դու այցելես, բոլոր որբևարիները, անոնք որոնք առանցության մեջ են, քո հոգիդ դեր անոնց հետլա զորացնե քաչալերը եւ դեր մինչ բոլորս միասին կջամփորդենք դեր մեր աչքերը քեզի սևերածլան շարունակ եւ դեր այսպեսով բդղապեր կյանքերաբրելով քեզի փառք բերող զավակներ լանք շնորհակալ ենք որ մեզի բադի վրաց ես ընդունած ես մեզ եւ դեր այն բոլոր օրհնությունները որ գվայելենք գիտենք որ անարժանապար գվայելենք բայց քու շնորհքդ մեծ եղավ մեր բոլորին վրա այս արաբոդալ դեր հայտնես քու շնորհքդ եւ խավար մտքեր լուսավորես եւ այսպեսով անունդ փառավորվի մեր պաշտամունքի մեջ եւ միջոցով խրովյալ երկիրների շե պատերազմի երկիրները աշխարհի մեջ գտնվող կուզավակներդ մանավանդեր այն երկիրներում մեջ ուր գահալածվին իրենց հավատքին համար Սուրբ Հոգիով զորացնես քաչալերես եւ դեր իրենց հավատքը ամբրաբնթես մեր հայրենիքին ալ ողորմիստեր մեր հույսը տունես ոչ մեկ է հույս չունենք դեր բոլոր մարդիկ իրենց շահերը կփնտրեն օգնե մեզի որ թե մեր հույսը տունը լաս եւ թե ալ իմաստությամբ օժդես մեր բոլոր ղեկավարները որբեսի անոնք շիդակ որոշումներ առնեն եւ դեր ընեն այնինչ որ մեր ժողովրդի փառորության համար է Հիսուսի անով գխնդրենք ամեն ամեն Մեծարենք եւ փառավորենք մեր Տերը երկելով 436-րդ երգը, որուն երրորդ տունը զանց միտենենք։ Այլ աբավեն ես չեմ ուզեր, բայց Հիսուսի արունն ու սեր։ Այլ աբավեն ես չեմ ուզեր, բայց Հիսուսի արունն ու սեր, ոչ չեմ ուզեր ուրիշ խոսում, այլ օգանոր անվան հենում, անշարժվեմին հենում միայն, ուրիշի մեր են միշտուն այն, ուրիշի մեր են միշտուն այն, երբ մութ բադե իր թեմք սիրուն, հարիմանոր շնորացանուն,
Եվ երբ թորան մռիկ եվով մնախարիս հսամահով անշարժվեմին հենում միայն ուրիշի մեր են միշտունայն ուրիշի մեր են միշտունայն ու երբ հնչեն վերջին փողեր զիշեն կրավեր մավան թողեր զիրարյան սրբված արդար պիտի կովեմ զինք անթատար անշարժվեմին հենում միայն ուրիշի մեր են միշտունայն ուրիշի մեր են միշտունայն Մեր հաջորդ փառապանությունը բիդելա 450-րդ երգը Փառք Հիսուսի փառք անհուն որ ցրի փրկանք եւ կյանք տվավ Փառք Հիսուսի փառք անհուն որ ցրի փրկանք եւ կյանք տվավ սուրբ կավություն գամենուն գերնա փրկել զիսալ հարգա այո նա կարող է փրկել իր գործնին սենարան որ շիտեն սուրպարյան զես նվան ծույնեն մակուր անհույս անլույս մեղսակերատ հոգիս վիճակ է աննախանց իլույս անեց և զայներան ժառանգ թաքուց և բալադան այո կարող է փրկել բևեք ամենուն այս մեծ իր գործքնին ցենարան որ շիտեն սուրպարյան զիս լևան էլամ ծույնեն մակուր սիրույն պարծունք ինչ կաղցրեն շնորած խորերն ինչ անադակ ածեծեի իր սերեն և ապրեի իր թևոցտակ այո նա կարող է փրկել տվեք ամենուն այս մեծ լուր իր գործին ցենարան որ շիտեր սուրպարյան զիս լևան էլամ ծույնեն մակուր ամեն թող այդպես ըլլա մեր վերջին երգը բիդելա 497-րդ երգը որն երրորդ տունը զանց բիդենենք բոհ թե սուրբ լամ ես միշտ ալավելի Bote surpelam yes mishtalaveli Sirtsokis yev mitkas
քեզ հնազանդի օրեօր բարդքերս ավելի սիրո գադարեմով դերս դու հոգնույթ շնորհքով օգիդով հարս ամթաթար ինձ դու որ մաքուրն եզիս ավելի մաքուր և իմ հառաչանքս թեպի վեր երթա միշտ իմ բաղադանքս Աստուծույսը լա Բարձր և ալբարձր քիշերս թրջի մինչ երկնից սուրբ լույսը փերգրությամբ հասնի թող լամով տանքս քեզ ընդունելի այս է դեր իմ չանքս դու օգնե ինձի Դերը շնորհ որ միշտ ավելի ցկտինք սուրբ լալու մաքուր լալու դերոջ համար Բոսարակյալի Եփեսացված եկեղեցվույն ուղված նամակեն պիտի գարտամ երկրորդ գլուխ 1-9 համարները Ուրարակյալը այսպես կսե Եվ դուք որ հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք ինձ ցեզ գենթանացուց որոնց մեջ ադենոք գկալեիք այս աշխարհի բռնա ջամփովը այս օթին իշխանության իշխանին ուզածի պես այն ոգին որ հիմա ապստամբության որդիներու ներսիտին կներկործե որոնց մեջ ադենոք մենք ամենը սալ կբդդեինք մեր մարմինին ցանկություններով եւ մարմինին ու միտքին ուզածը կգադարեինք եւ փնությամբ փարգությամբ որդիներ էինք ինչպես ուրիշները բայց Աստված որ մեծ է ողորմությունով իր արած սիրուն համար որով մեզ սիրեց երբ հանցանքներու մեջ մեռած էինք մեզ Քրիստոսի հետ կենթանացուց դուք շնորհքով փրկված եք եւ անոր հետ մեզ հարուց ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ Քրիստոս Հիսուսով որպեսի քալու տարերու մեջ ցուցունե իր շնորհքին քերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզի ցուցուցած քաղցրությունով վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այս ոչ թե ցեզմե է հաբա Աստուծո բարգևն է ոչ թե կորձերեն որ մեկը չբարձի Թողերորդներ խոսքին ընթերցանությունը մեր նույթը պիտալլա արաքյալին այս խոսքերուն մեջ գարտացված մեզ Քրիստոսի հետ կենթանացուց գարտացված հատվածի մեջ կարևոր ճշմարտություններ մեր առջև գտրվին եթե ուշադրություն ունենք որպես հավատացյալներ մեծապես գործնվենք եւ շնորհքին գդարած մեծ կորձերը կտեսնենք մեր կյանքերու մեջ եթե միայն այս հատվածը առնենք բավարար բիդլա անոր մեջ տեսնելու մարդուն ցակումը ներգան եւ աբական որ ճակատագրական է նաեւ որպես անաբաշխար մարդիկ եթե հասկանան եւ ընդունին այս ճշմարտությունները որ պիտի տեսնենք փրկություն եւ ցնծություն պիտի գտնեն իրենց հոգիներուն Բողոս Արաքյալ այս համարներու մեջ աբագանած փնություն ունեցող մարդուն վիճակը կնկարագրե թե ան մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած է
Նաև Աստուծո շնորհքը զայն փրկելու այդ վիճակեն։ Եվ դուք, որ հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք։ Այս մահը հոգևոր մահ է։ Երբ որ այս նամակը գկրեր ողջ մարդոց եկեղեցի մնե, որոնք գշարժին, գաբրին, գերտան, գուքան, գկործեն, բայց կսե դուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էին։ Ուրեմն բնական է, որ հոգևոր մահվան գագնարգեն։ Այսինքն հոգևոր մահ Աստուծմե բաժնված, գաբը խզված, Աստուծո հետ ովևէ գապ չկա։ Ինչու համար այս թեփքը կամ այս վիճակին մատնված է մարդը, երբ Ադամ եւ Եվա մեղանչեցին, Աստուծո ներկայությունեն զրկվեցան եւ անոր հետ իրենց գաբը խզվեցավ։ Ինչու մարդը վդարվեցավ տրախտեն եւ հոգեվորապես մեռավ, ինչ էր անոր կործած հանցանքը, ոչ իր մերին, քողություններին, շնություններին, ինչերին, բարձաբես Աստուծո ըսածին հագարագեցան եւ այս է մեղքը։ Աստված օրինազանցություն է մեղքը, օրենքը խափանել։ Աստված բամը գսե, մարդը գհագարագի, ոչ գսե։ Այդ է, բավարար է, մարդը բեք չունի մեղքեր կործելու շատ, ասանք ձանր, որ թադաբարդվի, մարդոց մեհերու, պանդարգվի, Աստուծո ըսածին հագարագիլ։ Ինչ կխորիկ դուք գան այսպեսի մարդիկ, մեծամասնությունը այդ է, մինչերս քրիստոնյաներու մեջ, Աստուծո ըսածին գահագարագին։ Եվ այսպեսի վիճակի մեջ գտնվող մարդը, որ Ադամե սերած է, մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած է, չի գրնար Աստուծո հետ հաղորդակցիլ։ Երբ Աստված ըսավ այն օրը, որ բդուղեն ուդեք պիտի մեռնիք, մեռավ, սակայն ինչը մեռավ, հոս արաքյալ լալգսե, թուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք, անոր հոգին, որ Աստուծո բատկերով ստեղծված է, այն հոգևոր ընդունակությունները, որոնցմով Աստուծո իրենց ստեղծիչին հետ գհաղորդակցեին, իր մարդուն էության մեջ այն մասը, որ Աստուծո հետ գաղորդակցեր, միտքը, խիղճը, գամքը, զգացումները, մինչև իսկ խոսքերը մեռավ։ Ան է որ գմերնի եւ ալ անոր հետ չի գրնար հաղորդակցիլ։ Աբագանած փնություն գգրե մարդը։ Ուրեմն, որովհետև բոլորս ալ Ադամե սերած ենք, հոգևորապես մեռած ենք։ Ան որ աշխարհ գուքա անոր հոգին մեռած գծնի, ֆիզիկապես գծնի։ Դարձյալ գծնեմ, որպես իզի սխալ չի հասկնակ։ Հոգին մեռած գծնի, այսինքն միտքը, խիղճը, զգացումները, ամեն բան հոգևոր ընդունակությունները մեռած է եւ չի գրնար Աստուծո հետ հաղորդակցիլ։ Պետք է այս հոգին նորեն ծնի, վերստին ծնի, գենթանանա, որբեսի գարենա Աստուծո համար ապրիլ։ Մարդը չի գրնար միտքը Աստուծո ուզածին պես խորհիլ, չի գրնար, ցերկը չէ, մեռած է։ Չի գրնար Աստուծո հաճելի որոշումներ արդել, գամքը մեռած է։ Պետք է գենթանանա, նորեն ծնի, որ մեհեր ետքը Աստուծո հաճելի խորհուրդներ գունենա, Աստուծո սիրած դեղերը գերտա, ոտքերը, լեզուն, Աստուծո հաճելի խոսքերով, խիղճը եւ այլ, հոգին ուրեմն պետք է գենթանանա։ Թուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք։ Այս է առաջին ճշմարտությունն է յուրաքանչյուր մարդուն համար։ Զայս ընթրնե կամ ոչ, անոր հոգին
մեռած է։ Ասիկա իմ վիճակս էր եւ քու վիճակը դեր։ Առաջ որ Քրիստոսը ընդունենք։ Հռոմայացված նամակի մեջ այս ուղղությամբ առաքյալը լայն ծավալի վրա գխոսի, կարդամ ցեզ 5:12, վասնզի ինչպես մարտեմը մեղքը աշխարհ մտավ եւ այն մեղքեն մահը, կտեսնեք մահը, եւ այնպես ամեն մարդոց վրա դարածվեցավ մահը, քանզի ամենը մեղանչեցին։ Ատամ թե հոգևորապես մեռավ, Աստուծո հետ գաբը խզվեցավ, թե ֆիզիկապես գամած պիտի մեռներ։ Ուրեմն այս է մեր անցյալին վիճակը, ինչ որ անցյալին կպատկանի։ 2-4 համարներու մեջ գսե, որ ավելի հստակ կերպով կնկարագրե, թե ինչպես գաբրեինք եւ որուն ուզածը գնայինք, որոնց մեջ ադենոք կքալեիք այս աշխարհի բռնած ջամփովը, այս օթին իշխանությանը իշխանին ուզածին պես, այն ոգին, որ հիմա ապստամբության որդիներու ներսիտին կներկործե, որոնց մեջ ադենոք մենք ամենքս ալ կբդդեինք, մեր մարմինին ցանկություններով եւ մարմինին ու միտքին ուզածը կգադարեինք եւ փնության փարգության որդիներ էինք ինչպես ուրիշները, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով իր առած սիրուն համար, որով մեզ սիրեց։ Գտեսնեք ինչպես առաքյալը կնկարագրե, ինչպես գաբրեինք աշխարհին բռնած ջամփովը, այնպեսի ոգիմը, որ ապստամբության որդիներու մեջ կկործե հիմա գսե առաքյալը, օթին իշխանին ուզածը գնեինք, մեր մարմինին ցանկությունները կգադարեինք, մեր միտքին ուզածը գնեինք, մեռած միտքին, Աստուծո ուզածը չի կրնարնել, պետք է գենթանանա։ Անոր համար Աստուծո փարգության տակ կգտնվեինք։ Գիտեք ինչու համար մարդը մեղքը կործե, ոչ թե որտեվ չար մեկն է, չէ, ոչ թե ասպես քեշ մարդ մնե, ադոր համար մեղքը կործե, ոչ, որովհետև հոգին մեռած է, միտքը, խիրջը, զգացումները եւ նաեւ աբագանած փնություն կգրե, խափեպա սիրտ ունի, չար սիրտ ունի, այդպես է, այդպես կծնի, պետք է նոր մարդը ըլլա եւ ասիկա շատ դխուր վիճակ մնե, բոլորիս վիճակն էր անցյալին ասիկա, որպես հավատացյալներ, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով գարտացինք, այս դխուր ցավալի վիճակի մեջ, մարդուն համար, որ այս երկրի մեջ գաբրի, եւ թե եթե Քրիստոսը չջանցնա, հանցանքներու եւ մեղքերու մեռած վիճակեն չգենթանանա, հավիդյան Աստուծմե բաժնված պիտի ըլլա։ Բայց 4-րդ համարը ինչպես գարտացինք, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով իր առած սիրուն համար մեզ սիրեց։ Աստված չուզեց մարդուն այս վիճակի մեջ թողել։ Ինչու համար, որովհետև մեծ է ողորմությունով եւ առած սերունի, առատ, չափ ու սահման չունի։ Անոր սերն էր, որ ստիպեց աշխարհ գալու։ Ոչ թե մարդը սիրվելու արժանի է, հաբա իր առած սիրուն համար մեզ սիրեց։ Երբ սիրեց, թող հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք, այն ադես սիրեց։ Մարդը մեռած էր, Աստուծմե հեռու էր, Աստված սիրեց։ Ինչը սիրեց, մեր մեռած հոգին, որ իր պատկերով ստեղծված էր, որում միջոցով Աստուծո հետ գաղորդակցեինք, այս անմահ հոգին, որ մեռած է, սիրեց,
ուզեց կենթանացնել, որբեսի մարդուն իր շիդակ թիրքին մեջ բերե եւ իր փառքին մասնագից դարձնե եւ անոր հետ հաղորդակցի մարդը։ Մենք ֆիզիկապես Աստուծո հետ չենք հաղորդակցիր։ Մեր հոգին է, մեր միտքն է, մեր խիղճն է, մեր զգացումներն են, այնպես որ փառք կուտանք, որ Աստված մեզ սիրեց, մեր անմա հոգին սիրեց։ Հովանես Արաքյալ գսե, մենք զանիգա գսիրենք, որովհետև առաջ անիգա մեզ սիրեց։ Այլապես մարդը չի գրնար զասված սիրել։ Զգացումները մեռած է, պետք է կենթանանան։ 5-6 համարներում մեջ կտեսնենք Աստուծո մեծ փառավոր շնորհքը եւ անոր զորությունը, որովհետեւ մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած մարդուն կենթանացնելը թյուրին չէ, це հրաշք է, հրաշքներուն հրաշքն է։ Այնպես որ այս կտեսնենք 5-6 համարներում մեջ։ Երբ հանցանքներու մեջ մեռած էինք, կտեսնենք Արաքյալ ինչ կսե, երբ հանցանքներու մեջ մեռած էինք, Բողոս Արաքյալ գնդունի իր մեռածը լալը, անցյալին սագան, մեռած ենք, մեզ Քրիստոսի հետ կենթանացուց, թուք շնորհքով փրկված եք, եւ անոր հետ մեզ հարուց ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ։ Երբ եղավ այս նստիլը երկնավորներու մեջ, այն վարգյանի, երբ մեր հոգին կենթանացավ, բաշտոնապես մեր թիրքը Քրիստոսի մեջ երկնավորներու մեջն է։ Հոս չէ, վերջացավ, երկրավոր բաներու ետևե չենք երթար, որտեղ մեր մեռած հոգին կյանք ստացավ, գրնա Աստուծո համար ապրիլ։ Ուրեմն անցյալին ու ներկայիս փյուրավորներ Աստուծո մեջ շնորհքին ու անոր զորության վկաներն են։ Ես հալանոց մեկն եմ։ Մեջ շնորհք։ Մեղքի դիրմին մեջ են վերցնելը ասի մարդու կորդ չէ։ Ոչ ալ ուղեղի լվացում է։ Մեկը գխոսի, վերջապես գահամոզվի։ Աստուծո հոգին գխոսի, եթե մարդը հավատք ընձայե, այս զորությամբ գկենթանանա։ Հարուցյալ Քրիստոսի զորությամբ։ 6-րդ համարի մեջ կարդացինք եւ անոր հետ մեզ հարուց։ Այս 3 բառերու մեջ անոր հետ մեզ հարուց 3 ճշմարտություններ կտեսնենք։ 1 Միայն Աստված կրնա մարդուն կյանք տալ, հոգևոր կյանքին կագնարգեն, հոգին։ Այսինքն մարդուն մեռած վիճակեն կենթանացնելու համար ասի Աստուծո գործն է։ Եվ միայն Աստուծո գործն է։ Այս մեղքի մեռած վիճակեն հարություն առնելը կենթանանալը Քրիստոսով գլա։ Քրիստոսով եւ ոչ մեգումը միջոցով։ Գենթանանալը սիրելիներ հոգևոր կորձողություն է, հոգևոր կորձողություն է, նյութը կորձունի ասոր մեջ, իրեր նյութական իրեր կորձիկներ արդելով մարդուն չես կրնար գենթանացնել, հոգևոր կորձողություն է, որում կորձիկներն են Աստուծո խոսքը եւ Սուրբ Հոգին, մարդուն սիրահոժարությամբ։ Առաջին Պետրոսի մեջ կգարտանք, որբեսի համոզվիկ, որ այս կորձողությունը նյութական երևելի բաներով, կորձիկներով չլար, հապա հոգևոր է, գսե Արաքյալը, առաջին Պետրոս 1:23, նորեն ծնածը լալով, ինչը նորեն պիտի ծնի, ինչը, հոգին, մեռած հոգին, որ մենք վերստին ծնունդ կկորփարը կորձածենք, նորեն ծնածը լալով, ոչ թե աբագանացու սերմեն, հաբա անաբագանացու են Աստուծո գենթանի ու հավիդենական խոսքով։ Իսկ Հակոբոս 1:18-ի մեջնալ գսե
իր ուզելովը մեզ ծնավ ճշմարտության խոսքովը ինչպես գծնի մարդ հոգին խոսքով Աստուծո խոսքով Աստծո խոսքի մեջ կյանք կա անորամար Արաքյալը գսե Հռոմայացված մեջ ես ամոթ չեմ սեբեր ավետարանը ինչու Բողոս որտեղ Աստծո զորությունն է բոլոր անոնց համար որոնք հավատ կընծայեն Աստծո խոսքին այդ խոսքի մեջ զորություն կա մարդուն վերստին ծնանելու հոգին գենթանացնելու հանցակներու եւ մեղքերու մեջ մեռած մարդուն գենթանացնելու մեր դերը երբ որ Նիկոդիմոսին հետ կխոսեր ինչը սավ գիշեք ինչը սավ Նիկոդիմոս պետք է քեզի նորեն ծնանես ինչպես գարձեց որ մորը որովայնը պիտի մտնե ես դարիքոտ մարդ ինչպես նորեն ծնին չի հասկացա որ հոգին պետք է ծնի Նիկոդիմոս պետք է ճուրեն եւ հոգին ծնիս ճուրը եւ հոգին ճուրը բոլոր համայնքներն ալ կհաստատեն որ ճուրը Աստծո խոսքի խորհրդաբատկերն է վեճ չկա դոր մասին խոսքին Աստծո խոսքը հոգին ալ սուրբ հոգին է այսինքն ասել ուզեց Նիկոդիմոս պետք է սուրբ հոգյով եւ խոսքով հղացվիս Եվ երբ որ կհասկանաս կհոժարիս, նորեն կծնիս, մեռած հոգիդ կգենթանանա։ Մարդուն պետք է բարելավվել չէ։ Մարդուն պետք է դաստիարակվել չէ։ Նորոգվել չէ։ Մարդը չի դաստիարակվիր։ Մարդուն պետք է գենթանանալ է։ Այս է մարդուն պետք է։ Որովհետև անմեռած է։ Մերած մարդուն ով գգրթե դպրոցներ մեջ մերած մարդիկ կան գերտանում ողջերը գերտան մերած մարդուն ով գչանա քիչը սրբակրել նայր տուն ասկեդի մեջ հանցավորես եւ սխալ ես պետք է սրբակրես մարդը մերեր է ոչ կշտկվի ոչ կփարելավի մարդը գենթանանալու պետք ունի մարդուն հոգին պետք է հարություն առնի եւ դուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք անցյալին ինձ ես գենթանացուց եւ Տեր Հիսուս Քրիստոս սրբված է օծված է անոր մենաշնորհն է այս կորձը գադարելու մարդուն գենթանացնելու գանք տալու ցերփազատելու մեղքի զորութենեն եւ անսավ Եթե որդին ցեզ ազատ է ճշմարտապես ազատ կլակ ինչը գազադի հոգին ասված մարմինին այդ կորդ չունի հոգին գգենթանանա որ մեհեդո մեր մարմինին անդամներն ալ որպես կորձիկներ գնցայինք Աստուծո մեր աչքը ագանչը ցերքը ոտք ամեն դերոջը փարքին համար գկործած է բայց եթե հոգին մեռած է ցերքը Մարդոց երևնալու համար ասանք աղվոր թրամ մգուտա որբեսի ցույց տա նայր ես տվող եմ կամ իր անունը հայտարարվի ասե մարդը մեռած մարդը ինչ ալն է բոլոր կորձերը Աստուծո առջև բիղծ լաթի պես է Դարձյալ ուրիշ ճշմարտությունը կտեսնենք այս հատվածի մեջ հարության կյանքի իրականությունը Ինչպես որ մեղքի մեջ մեռած վիճակիմը իրականությունը գա, այնպես էլ հարուցյալ կյանքի իրականությունը գա։ Հարուցյալ կյանքը արասպել չէ, իրականություն է։ Տեր Հիսուս Քրիստոս կյանքեր գեղաշրջե, սիրտեր կփոխե։ Եվ այսօր փյուրավորներ հարուցյալ կյանքը գաբրին, այնպես որ իրականություն է, ճշմարտություն է։ Մա դժբախտաբար Քրիստոսի անունը գրողներու մեջ այո չես տեսներ, բայց չի նշանակեր թե այդպեսի կյանքը չկա, հարուցյալ կյանք գա, բայց մարդիկ չեն տեսել, անորոշ գքայտակին։
Փառք ունենք Աստծո, որ Տեր Հիսուս իր վերադարձով այս երևույթեն ալբես վերջնականապես պիտի ազատե։ Պիտի քայթագությունները պիտի վերցնե, այդպես կսեն։ Տեր Հիսուս ինքը սա։ Այսինքն քայթագության պատճառ եղող մարդոց մեջտեղեն պիտի վերցնե, որոնք Աստծո անունը արադավորեցին։ Առաքյալը շարունակելով փրկության մասին հետևյալը գսե. Դուք շնորհքով փրկված եք։ Շնորհքով։ Այս համարի մեջ կտեսնենք Աստծո կողմէ փրկության միջոցը, որը շնորհքը։ Շնորհքը իրապես մեր կենթանանալն շնորհք է։ Շնորհք է։ Մարդուն կողմեն փրկության միջոցը հավատքն է։ Պետք է հավատք ընծայե։ Աստված շնորհքը կներկայացնե մարդուն, մարդն հավատք ընծայելու է այդ շնորհքին։ Ասելու է շնորհակալ եմ Տեր, այո, կընդունիմ։ Ես հանցանքներու մեղքերու մեջ մեռած եմ, շնորհակալ եմ քու շնորհքիդ համար։ Կհավատամ, կենթանացուր զիս, ես կուզեմ քեզի համար ապրիլ։ Եկեղեցի գերտամ, համ չեմ արդեր, արի բարդականություն, հոս գերտամ, հոն գերտամ, փարիկություն ունեմ, լավություն ունեմ, անունս կգարտան, գծապարեն ինձ, բայց ներսս, բարապ, քոհ չեմ, մերած եմ, հասկացա, որ պետք է կենթանանամ, շնորհակալություն հայտնել, հավատք ընծայել, ինչ որ Տերը կգադարե։ Ուրեմն, այս է շնորհքով, շնորհքը կփրկե եւ մարդը պետք է հավատա։ Ինչ է շնորհքը։ Շնորհքը բանը որ Աստված գադարած է, ըրած է, ամբողջացած է։ Ոչ թե մարդը բանը բիդնե։ Ճիշտ օրենքին հագարակն։ Օրենքը մարդը Աստծո համար բանը գնե։ Շնորհքը Աստված մարդուն համար ըրած է։ Եվ մարդիկ մեծամասնությամբ օրենքով գուզեն փրկվել եւ կենթանանալ բիչլա անկարելի է։ Ես օրենք հրած եմ, ես Աստուծո համար գնեմ այս, Աստուծո համար եկեղեցի կերտամ, ինչու Սուրբ Գիրքը գարտաս, Աստուծո համար, ինչու այս բարի գործը գնես, Աստուծո համար եւ այլն, օրենքներով գուզե Աստուծո առջև ներկայանալ, որպեսզի Աստվածս է ապրիս, բրավո, թուն արժանի ես, պիտի չսե երբեք, շնորհքով, Աստված կսե այս է ջամփան, Տեր Հիսուսով, ուրեմն այսպեսով հավատք ընծայենք շնորհքին եւ այս ճշմարտություն կդառնա մեզի համարալ։ Ինչ են կփրկե այս մեծ շնորհքը մահվան իշխանութեն են կփրկե, մեղքի իշխանութեն են, Աստծո դատաբարդութեն են եւ ամեն օր շարունակ կփրկե մեր թերություններեն եւ դգարություններեն։ Երբ որ մեր հոգին կգենթանանա, հրեշտակներու չենք վերածվիր։ Մեր նոր միտքը որ արինք, ամեն օր գնորոքենք աստվածային ճշմարտություններու լույսին առջև։ Ուրեմն այս համարի մեջ նաև կտեսնենք փրկության վստահելիությունը։ Գսե առաքյալը, եթե նկատեցիք, դուք շնորհքով փրկված եք եւ ոչ թե պիտի փրկվեք։ Բարձ հավատքով, սակայն ճշմարիտ հավատքով, Աստուծո մեծ ու անբադում շնորհքը գվայելես, եթե գնդունիս հավատաս։ Այն ադեն թունալ Պողոս առաքյալին հետ պիտի գարեն ասել, արդ հավատքով արդարացած լալով խաղաղություն ունենք Աստուծո հետ։ Հիանալի փորձառություն է։ Աստված իր ողորմությամբ եւ սիրով գուզե մեղավոր մարդուն շնորհ տնել։ Գնդունիս հարցը հոսը, թե ոչ գուզես քո հոգիդ մեռածլա, բիտ չի գրնաս Աստուծո համար ապրիլ։ Եթե մեղավոր մարդոց դագավին մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած են, այդ դասագարքին կպատկանիս գմերժես Քրիստոսի գադարած փրկագործությունը մերժած էր մի շարունակեր այդ վիճակիտ մեջ։ Այս արավոտ ըսե ով դեր
ուզեմ գենթանանալ։ Հոս արաքյալի չոր գսե, ուզեմ իմ փորձառությունը սլլա։ Եվ դուք, որ հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք, ինք ցեզ գենթանացուց։ Ասի փորձառությունս ուզեմ որլա։ Խոս չէ։ Դուք շնորհքով փրկված եք։ Երանի ընդունիս այս շնորհքը։ Ան գուզե քեզի շնորհքնել, գուզե ողորմիլ, գուզե գենթանացնել, անոր հետ մեզ հարուց։ Փառք կուտանք այս մեծ շնորհքին համար։ Երանելի ես, եթե ընդունած ես այս շնորհքը։ Եթե ընդունած ես, այսօր ըսե ով դեր գխոնարին քո առջև։ Ալ գթաթրիմ իմ կորձերովս քեզի համար ապրելու չանքեր կատարել։ Գնդունիմ քո շնորհքը։ Գենթանացուր զիս քո փառքիդ համար։ Ամեն։ Դերը ցեզ օրհնե եւ իր շնորհքի մեջ բահե եւ աղոթենք մեր սիրելներուն համար, որոնք դակավին հերու են այս շնորհքեն, միայն համարնեն հիանալի է։ Ջաշագեցեք զիքաղցր է դերը գսե։ Ինչը ջաշագեն։ Շնորհքը, այս շնորհքը իր մեջ ջոխ է, ամեն բան արադ է, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջնեն այս վստահության համար, որ մեզի շնորհեց եւ դերը շնորհե, որ մեր հարազատ սիրելներով մեկտեղ ընտրենք Տեր Հիսուս Քրիստոսի դված ծրի փրկությունը եւ վայելենք հավիտենական կյանքը իր ներկայության մեջ։ Մի վերջացնենք երգելով 393-րդ երգը, որուն երկրորդ տունը զանց բիդենենք, հոդնգայս բիդ երգենք բոլոր դուները։ Յանալի շնորհք ինչ կացրես տուն, բրգեցիր խեղճ ինձպես, գործված էի հերիր զիստուն, ու գուր արտեսնեմ ես, դեսակ վտանգներ է, աբահով միշտ գանցնիմ, այս կատարով միայն շնորհքն է, շնորհք մինչև դուն հասնիմ, դասնյակ հազար դարիներ վերջ, թեև փայլինք պայծառ, Աստուծո փառք տալու օրեն, ավելի չեն քիչ Ամեն։ Այո, դեր որքանալ փառտանք, դակավին քիչ է, շնորհակալ ենք այդ մեծ շնորհքին համար, որ ամենավատ մեղավորին նույնիսկ գգենթանացնե մեղքի մեռած վիճակեն եւ զայն գդարձնե նոր ստեղծվածը։ Փառք ուտանք Տեր, որ այսօր փյուրավորներ գվգայեն, թե այս ճշմարտություն է, որովհետև դու գենթանի ես, ողջ ես, կրնաս մեղքի մեռած վիճակե մարդոցալ գենթանացնել։ Ընդունե մեր պաշտամունքը եւ լավ որ Դեր մենք ալ քուքաչ վգաները դլանք այս բարի ավետարանի լուրը դարածելու։ Փառքիդ համար կխնդրենք։ Ամեն։ Ամեն։